ամենք ուզում են ունենան խաղաղություն, բայց ցավոք սրտի այս աշխարհի մեջ, ասենք ասած, շատ պատճառներ կան, շատ, որոնք բերում են, ծնունդ են տալիս անխաղաղություն, անհանգստություն, հանգիստ չունի մարդը իրոք այս աշխարհի մեջ, մարդիկ, ասենք ասած, բնականաբար իրենց կյանքի համար հոգ ստանելով տարբեր ճանապարհներ են փնտրում, որպեսզի ազատվեն այն բաներից, խնդիրներից, հարցերից, որոնք ծնում են խաղաղություն, անխաղաղություն։ Մարդիկ կան, ասենք, ինչ-որ բանի մեջ են տեսնում, ֆինանսի մեջ են իրենց հանգիստը տեսնում, իրենց ինչ-որ բանի ապահովելու, մարդիկ կան դիմում են հոգեբանների, ասենց ասած, որ իրենց խնդրումը կիսեն ճիշտ ճանապարհ ցույց տա, խաղաղվեն, հանգստանան, լուծում ստանան։ Այս ճշմարտությունը իրականությունը սա է, որ ճշմարիտ հարատև խաղաղությունը Աստծո մոտ է եւ Աստված ինքը խաղաղության Աստված է։ Աստված մարդու համար հոգս է խաշում եւ իր հոգսի մեջ սա կա, մարդը կյանք ունենա եւ այդ կյանքը լինի ոչ թե գոյատևություն, այլ լինի երջանիկ կյանք, բավարարված կյանք, խաղաղ կյանք, հանդարտ կյանք։ Եվ Սուրբ Գիրքը ասում է Աստված մարդու համար հանգիստ է պատրաստել։ Այսինքն անհանգիստ, ասենց ասած, կյանք կա, որից Աստված պիտի փրկի մարդուն եւ մարդուն պիտի հանգստացնի իր բոլոր, ասենց ասած, չարիք անխաղաղության բաներից, այսպես կարելի ասել։ Եվ եթե ուշադրություն դարձնենք, շատ պատճառներ կան իրոք, որ մարդը չի կարող խաղաղ լինել դրանց պատճառով։ Մարդը ցավ ունի, մարդը տանջանք ունի, մարդը մտահոգող հարցեր ունի, մարդը պակասություններ ունի, մարդը վախեր ունի, մարդը, ասենք, իր ներքին աշխարհի մեջ, իր էության մեջ նախանձներ ունի, կռիվներ ունի, բարկություններ ունի, վտանգներ կան, չարիքներ լիքը կան, անիրավություններ կան, բռնություններ կան, տագնապներ կան, լարվածություններ կան, որ ասենք, շատ բաներ կան, որ մարդը ապրում է այդ դրանցով լցված աշխարհում, եւ մենք գիտենք, որ աշխարհը այսպես չի ստեղծվել, սա Աստծո ստեղծած, ասենք ասած, ստեղծածը չի, սա եղել է մեղքի պատճառով, հենց թեկուզ հիշենք, որ երբ որ Աստված ներկայացնում էր Աստվածաշունչը ներկայացնում է Աստծո ստեղծագործությունը եւ երբ որ ամեն ինչ կատարվեց, վերջացավ, Աստված ասում է նայեց ամեն բան բարի էր եւ Աստված օրհնեց ամեն բան։ Այսինքն այն ինչ որ բարի է, դրանից անխաղաղություն չի ծնվում։ Այն ինչ որ չար է, անիրավ է, վատն է, այն ինչ որ սիրուց չի, ատելությունից է, չարությունից է, դրանից է անխաղաղության, դրանք են անխաղաղության արմատները, չարիք, ասենց ասած, բայց Աստծո ստեղծած ամեն բան բարի էր եւ մարդը դրվեց այդ բարի միջավայրի մեջ, բարի իրավիճակի մեջ եւ կարող էր խաղաղ, հանդարտ, երանելի, երջանիկ կյանքով ապրել։ Այդպես էր։ Եվ Աստված էլ ներկա էր մարդու կյանքի մեջ։ Բայց երբ սկսեց մարդը փախչել Աստծուց, երբ սկսեց վախենալ, տագնապել, երբ սկսեց մարդու կյանքում առաջանալ ցավ, դարդ, վիշտ, տանջանք, մահ, հարազատի կորուստ, երբ եղավ դա։ Երբ որ Ադամն ու Եվան առաջին մարդը ինչ արեցին, մեղանչեցին, մեղ գործեցին։ Տերը բացահայտեց այդ իրականությունը եւ խոսեց այդ իրականության մասին։ Մարդուն խոսեց, օրինակի համար կնոջ համար ցավերի մասին խոսեց, հիվանդությունների մասին խոսեց, որ մինչև այդ չկար, մարդու համար խոսեց, որ շատ չարչարանքով, տանջանքով քո հացը կվաստակես, պակասություններ, այսինքն կլինի, ասենց ասած, չբավարարված վիճակ, կամ խոսեց մահվան մասին, որ հողեր ինչ, հողին կդառնաս, այսինքն այդ ամեն չարիքները, որ առաջացան, ծնունդ ստացան մեղքի պատճառով, Աստծո ստեղծած աշխարհը խաղաղության աշխարհ էր, ներդաշնակության աշխարհ էր։ Հիշեք, որ ինքը, որ ասում ենք Աստված, ինքը, ասում ենք խաղաղության Աստված է, դա իհարկե ես չկարդացի համարը, կարդամ, օրինակ առաջի շատ տեղերում ասում, առաջի Կորինթացիս 14:33-ում ասում է, որտեղ Աստված խռովության Աստված չի, այլ խաղաղության Աստված է, ինչպես սուրբերի բոլոր եկեղեցիներում։ Մեկ ուրիշ տեղ Փիլիպպեցիս 4:9-ում ասում է, բանը առաջնորդում որ անենք եւ ասում է եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Այսինքն այն Աստված, որ խաղաղության Աստված է, ձեզ հետ կլինի։ Խաղաղության Աստված, Աստված ինքը իր մեջ խաղաղություն ունի։ Աստված իր ներքին էության մեջ
սենց խաղաղության մեջ է, Աստված խաղաղասեր է, խաղաղություն սիրող է, Աստված խաղաղություն անող է։ Նա այդ բնույթ ունի։ Այնպես չի, որ Աստծո հավեսը, ասենց ասած, վատ բաների մեջ է, Աստված զզվում է, ատում է, մերժում է վատ բաները։ Նրան ամեն ինչը բարի է, ամեն բարիտուրք եւ կատարյալ կարգ է, որտեղից է իջնում լույսով օրից է։ Ինչ որ բարի է, մարդը դրա մեջ երջանիկ է, մարդը դրա մեջ վայելում է, հաճելի է, դա է կյանքը, ինչ որ իրավացի է, արդարացի է, Աստված դրա հեղինակն է եւ Աստված ինքը իր էությունով բնույթով այդպիսին է եւ դրա պատճառով նաեւ խաղաղություն անող է։ Ինչ որ ստեղծվեց, այո, բարի ստեղծվեց, կարգ ու կանոնով, ներդաշնակության մեջ, իրավունքով, արդարությունով, Աստծո ստեղծագործության մեջ չկա իրար հետ գզվրտել, ուտել, իրար վնասել, ասենց ասած չար բան անել չկար։ Դա մտավ այն ժամանակ, երբ որ մեղքը մտավ աշխարհ։ Եվ ստեղից երևում են ստեղծագործությունով Աստծո գործունեություն երևում է Աստված իրոք խաղաղության Աստված է, նրա ստեղծած աշխարհը խաղաղության աշխարհ էր, ներդաշնակ, համերաշխ, իրար հասկանալ, իրար չզրկել, իրար վնաս չտալ, իրար օգնել, իրար ձեռք մեկնել, իրար սիրել, իրար համար հոգ տանել, իրար համար կանգնել։ Սա է Տիրոջ ստեղծած աշխարհը եւ սա պիտի լինի ապագան, իհարկե ժամանակի մեջ։ Եվ մենք տեսնում ենք, որ հենց ասենք ասած բոլոր այն հարցերը, որոնք կարող են ծնել անխաղաղություն մարդու համար, հենց Աստված, որ ասում ենք խաղաղության Աստվածը, բոլոր այդ հարցերի պատասխանը տվել է։ Բոլոր այդ հարցերի լուծումը տվել է։ Այսինքն հարց չկա, որոնք կարող են ծնել մարդու կյանքում անխաղաղություն, որ դրա դեմը չառնի Աստված, որ դրա այդ հարցի լուծումը չտա։ Ամեն բան, թե իրավունքի հարցը, եթե անիրավությունը զրկանք է բերում, բռնություն է բերում եւ այլ, Աստված դրա դեմը առնում է իր խաչի գործով, իր ծրագրով, թե եթե օրինակի համար անհայտությունը, անգիտությունը, օրինակ Աստված լույս է գրված, չէ՞, իր բնույթը լույսի բնույթ է, այսինքն իր մեջ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ վճիտ է, ամեն ինչ մաքուր է, ծածկված թաքու բան չկա, նա հայտնի է անում իրականությունը, նա չի ծածկում մարդուց ոչ վատը, ոչ լավը, ասում է, նա տեղյակ է ամեն բաներից, նա գիտի ամեն բան, իսկ օրինակ մարդիկ շատ ժամանակ մթից վախենում են, այդ մութի մեջ ծածկված անհայտ բաներ կան, այդ ինքնիշխնության վախը, անհանգստությունն է, տագնապ է մարդկանց մեջ առաջացնում, անորոշությունը, հանկարծակի մի բանի սպասումը, որ կարող է պատահել, կարող է այս բանը լինել, չէ, այդ անապահով վիճակը, ասենց անպաշտպան վիճակը, որ չգիտես վաղը ինչ կլինի, մյուս օրը ինչ կլինի, այսի բոլորը անխաղաղության պատճառներ են։ Կամ ծածկված վիճակները, սուտը ինքը իր տեղով հենց իրանով անխաղաղության մի հատ արմատ է։ Եթե դու հարաբերվում ես, շփվում ես, հաղորդակցում ես սուտ ասան մարդու հետ, ստով լցված աշխարհի մեջ, դու միշտ լարված ես։ Դու միշտ, ասենց ասած, անխաղաղ ես։ Դու չունես հանգիստ խաղաղություն, հենց այս քո լարվածության պատճառով, որ որտեղից կարա հարվածը գա, որտեղից կարող խաբեն, որտեղից կարող մի վնաս կա, եւ այլ եւ այլ։ Այդպես է, բայց Աստված լույս է, նրա մեջ սուտ չկա, նրա մեջ ծածկված բան չկա։ Ինքը Տիրոջ Աստված երբեք հանկարծակի չի գալիս, որտեղ ամեն բանից տեղյակ է։ Եվ այս դրա համար նա խաղաղության Աստված է, որ գիտի եւ դրա դեմ առնելու էր կարողություն ունի, այդպես է։ Եւ Աստված, որ լույս է, այդ լույսը, որ ասացինք, մեզ օգնում է, որպեսզի մենք էլ այդ լույս Աստծո օգնությամբ, ոնց ասած, լույսի մեջ բնակվելով, լույսի հետ հաղորդակցվելով, մեզ էլ այն խնդիրները, այն հարցերը, որ ոնց որ ասացինք, անորոշությունից էր գալու այդ խաղաղության պատճառները վեր առնվի։ Մարդը ապրում է եւ չի ապրում այնպես, որ երբ որ Աստված նրա հետ է, չի ապրում այնպես, որ չգիտեմ վաղը ինչ կլինի իմ գլխին։ Հարցը էս չի, որ գիտենք վաղը օրինակ այս ինչ բանը կկատարվի ինձ հետ, բայց գիտեմ ինչ էլ կատարվի, Աստված ինձ հետ է։
Ինչ էլ կատարив է, Աստված իմ օգնականն է, իմ զորությունն է, իմ փրկությունն է, անկախ դետալավորված չգիտեմ, թե ինչ է վաղը մյուս օրը լինելու, բայց դետալավորված գիտեմ, որ իմ գլխի ամեն մազը ինչ արած հաշված է, այսինքն իմ կյանքի ամեն փոքր մանրուք հարցի մեջ էլ Աստված ուշադիր է, Աստված տեսնում է, Աստված հսկում է, Աստված պիտի քեզ օգնի, այսի խաղաղություն է, Աստված լույս է, քեզ լուսավորել է, որպեսզի դու ապագայի համար ասենց անորոշության մեջ չընկնես, ինչ կլինի, ոնց կլինի, ոնց չլինի, Տերը օրհնությունը, հաջողությունը ամեն իրան ընդունած հավատացած մարդու համար, այդպես է։ Կամ որ նայում ես ցավ, տառապանք, մահ, չէ։ Եվ այս ամենն էլ Տերը սրա դեմը առնելուց գործ է իրականացրել։ Հիշեք, Աստծո խաղաղությունը հենց Տեր Հիսուս Քրիստոսն է։ Աստծո խաղաղությունը Աստվածային անձերից մեկն է, որը, ասենց ասած, մարմնավորեց իրենով Աստծո խաղաղությունը։ Նա բացահայտեց, ասենց ասած, ով է Աստված, որ Աստված խաղաղության Աստված է, եւ գործերով ցույց տվեց, որ իրոք Աստված խաղաղության Աստված է, եւ երրորդը նա ինքը ճանապարհն է մարդկության խաղաղության, այդպես է։ Եթե մահ կա, ցավ կա, կորուստ կա, վիշտ կա, հիվանդություն կա օրինակի համար, Աստված Քրիստոսով այդ լուծումը տալիս է։ Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա շատերին էր բժշկում։ Շատերն էլ չէին հասկանում Տիրոջը, եթե անգամ դա կատարվում էր շաբաթ օրը, հիշում եք, շատ են իրան մեղադրում նրա մեջ, որ շաբաթ օրը ժողովարաններում մարդ էր, չէ՞ բժշկում։ Բայց իրանք չեն հասկանում, որ ինքը ասենց ասած շաբաթ օրվա խորհրդի համեմատ է գործանում։ Շաբաթ օրը ինչի համար էր, որ մարդը իր չարչարանքից, տանջանքից, անխաղաղությունից հանգիստ առնի, այդ օրը հանգստանա, բայց այդ հանգիստը մարմնի հանգստի մեջ մենակ չի մտնում 6 օրվա աշխատանքը չարչարանք էր, 7-րդ օրը ուղղակի մենակ չաշխատել, հանգստանալ, մենակ դա չի մտնում մարմնի հանգստության մեջ։ Այն ցավը արդեն անհանգստություն է, շաբաթ կիրակի լինի, եսի երկու շաբթի լինի, ինչ լինի, այդ էլ է որ հանգստություն է, որ պիտի տրվի, շաբաթ օրը հանգիստ լինի։ Տերը շաբաթ օրը հանգիստ էր տալիս մարդկանց, բայց մեղադրվում էր նրա մեջ։ Այսինքն տենում ես Տերը իրոք խաղաղության Աստված է, խաղաղություն է տալիս մարդուն իր բոլոր խաղաղության, անխաղաղության խնդիրներից, դժվարություններից։ Ցավը, հիվանդությունը, վիշտը անգամ վշտի մեջ մխիթարելու խաղաղեցնելու, մահվան հարցի մեջ մխիթարություն տալու գործ է կատարել Տերը։ Մենք գիտենք Քրիստոսի խաչի գործով Տերը, ասենց ասած, իրավունք ուներ այսպիսի հայտարարություն անել իր գործի իման վրա։ Ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի։ Այսինքն, եթե մահվան վախ կա, սարսափ կա, վտանգ կա, այս դեպքում մարդը մխիթարվում է եւ ազատվում է եւ խաղաղ է։ Եվ կարելի ասել, եթե ննջում էլ է, խաղաղ է ննջում։ Հանգիստ, որտեվ Տիրոջ ձեռքերի մեջ է գնում եւ հավիտյան պիտի Տիրոջ հետ ապրի։ Եվ էսա որ խաղաղության Աստվածը մեզ հրավիրում է իր խաղաղությանը։ Ուզում եմ որպեսզի մենք իր խաղաղությունը գտնենք, ընդ որում Տերը հետաքրքիր ձևով խոսեց այդ խաղաղության մասին, ասեց իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ես հիշեցնեմ դա որտեղ է ասում, դա ասում է Հովհաննես 14:27-ում, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, բայց ոչ այնպես ինչպեսին աշխարհի խաղաղությունն ասեց։ Եվ հասկանալի է սա, որ այդ խաղաղությունը հարատև խաղաղություն է, այդ խաղաղությունը իրավիճակներից, դեպքերից, շրջապատից, միջավայրից, երևույթներից անկախ խաղաղություն է, որտեղ դրա երաշխավորը գարանտը ինքը Տեր Աստված է։ Ոչ թե ես աշխարհի խաղաղությունը ինչից է, ինչ որ բաներից է կախված։ Հարցեր կան, որ եթե հանկարծ խախտվում են ընտանիք, սա առողջություն, սա ես չգիտեմ, ապահովությունն է, հացն է, ջուրն է, պատերազմի հարց է եւ այլն, հանկարծ խախտվեցին, ինչ խաղաղություն է, դու խաղաղություն չունի, հա մտածի, հա տանջվի, հա տառապի։ Իսկ այդ ամեն ինչից խիստ կախված է։ Բայց Տերը ասում է իմ խաղաղությունը անկախ է։ Ինչպես ուրախության համար էր ասում, չէ՞, ասում է դուք ուրախանաք եւ ձեր ուրախությունը ոչ մեկ ինչ չի կարող էլ առնի։ Նմանապես մեր խաղաղությունը։ Տիրոջ տվածը սա է, աշխարհը տենց չի։
Գործերը լավ են մարդու, ընտանեկան հարցերը ոչինչ, հարմար եւ այլը, կարծես թե հանգիստ է, ուրախ է, լավ է իրան զգում, մեկ էլ փոթորիկ, չգիտես որտեղից ինչ հարված, ինչ խնդիր, ինչ դժվարություն, ինչ ցավ մտավ, ինչ եւ ամբողջ ավիրվեց, չկա էլ, ոչինչ չմնաց այդ խաղաղությունից։ Եվ Տերը ասում է եկեք իմ խաղաղությունը ստացեք։ Կորինթացների թղթում Առաքյալը այսպիսի բան ասում, ուղղակի բառերով հիշեցնեմ, ժամանակի հետ կապված որ շատ չբանանեմ, առաջ Կորինթացից 7:15-ում Աստված մեզ կանչեց իր խաղաղության մեջ։ Խաղաղության մեջ է, իր խաղաղության, որ իր խաղաղությունը տա։ Ոչ թե աշխարհին ինչպես ասեցինք, այլ իր տա։ Եվ այդ կանչի մեջ մի հատ ամենակարևոր կարելի ասել հարցը կա, որ մենք խաղաղություն չունենք, դա Աստծո հետ եղած խաղաղության հարցն է նախ եւ առաջ։ Ինչքան էլ մարդը ինչ որ բաների մեջ իրեն ապահոված զգա եւ այլը, բայց մի հարց կա, որ կարևոր է։ Եվ երբ որ մեղ գործեց առաջի մարդը, երբ որ Աստված ձայն տվեց, նա թաքնվեց Աստծուց, չէ՞։ Վախեցավ Աստծո առաջ կանգնել։ Վախեցավ Աստծո այդ հաղորդակցությունից։ Փախչում էր նրանից, պահկվում էր։ Ի՞նչն էր պատճառը, որտեվ մեղավոր էր իրեն տեսնում իր արարչի առջև։ Որտեվ գիտեր, որ վատ բան է արել, չար բան է արել, եւ Աստված, ասենց ասած, նրա վրա բարկացած է։ Եվ որպեսզի մենք, ասենց ասած, ճիշտ տեղից սկսենք, իրոք որ Աստծո որոշած խաղաղությունը մեր կյանքում գա հաստատվի, ապա մեզ սա է պետք, ժողովուրդ ջան, որպեսզի նախ եւ առաջ առաջի ճիշտ քայլը կատարենք։ Դրա համար մենք պիտի հաշտվենք մեր Աստծո հետ։ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ մենք որպես մարդ, մեր բնույթով, էությունով, մեր մտածելակերպով, ամեն ինչով Աստծուն հակառակ ու չարենք։ Թշնամի, այսպես ասում, մարմնի խորհուրդը թշնամություն է, անցած անգամ էլ դրա մասին խոսեցին։ Կյանք չկա դրա մեջ, թշնամություն է, հակառակություն է, ապստամբություն է, ամբարտավանություն է Աստծո առաջի, բարկացնում է Աստծուն։ Եվ այդ բարկությունը կուտակվելով մի օր դատաստան պիտի դառնա, պատիժ պիտի հարված պիտի դառնա։ Եվ գրված է ամեն օր Աստված բարկանում է ամբարիշտ, այսինքն անհաշտ Աստծո հետ հակառակ մարդու կյանք վրա։ Եվ այդ իր հպարտությամբ, ամբարտավանությամբ Աստծուն հակառակ գնալով նա Աստծուն թշնամի է սարքել իրեն։ Գրված է Աստված հպարտներին ինչ անում, հակառակ է կենում։ Կամ ասում է նա որ աշխարհը սիրում է, թշնամի է Աստծուն։ Թշնամացնում է Աստծուն իր դեմ, որպեսզի մարդը ընդունի Աստծո խաղաղությունը, ամենակարևոր խաղաղությունը հենց ոչ թե իր շրջապատի, իր ներքնաշխարհի եւ այլ իր խնդիրների հետ կապված դրանից ծնված բանն, այլ առաջի հերթին Աստծո հետ պիտի հաշտվի։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ հենց Աստված, որ ասում ենք խաղաղության Աստված է, հենց այդ հարցի լուծման տրվելու մեջ էլ է երևում, որ իրոք ինքը խաղաղության Աստված է։ Տեսեք, ինքը ստեղծել է երկինքն ու երկիրը, մեծ է, հզոր է, բարձր է, զորավոր է, շատ վեր է, ասենց ասած, շատ կարող է, ամենակարող է։ Բայց այդ ամենակարողության մեջ ինքը որ այդ թշնամության մեջ ինքը ոչ մի ոնց որ ասած մի բան չէր արել Աստված, որ այդ թշնամությունը ստեղծեր։ Ամենանողը մենք ենք, մարդներ։ Ամեն ինչ արել ենք, որ թշնամացնենք Աստծուն, մեր դեմ հանենք, հակառակ դարձնենք, բայց միևնույն է, ինքը այդ ամեն ինչը մի կողմ դրեց եւ ինքը իրենց ասած խոնարհվելով այս քայլը կատարեց։ Ինքը գործ իրականացրեց, որի հիման վրա առաջարկեց մարդու հետ հաշտություն։ Որտեւ այդ թշնամությունը վերցնելու համար, այդ թշնամությունը մեջտեղից հանելու համար Աստծո եւ մարդու զոհաբերություն էր պետք, գին էր պետք վճարել։ Եվ Սուրբ Գիրքը ասում է մեր ասենց ասած հաշտության պատիժը, մեր խաղաղության պատիժը, Եսայի 53-րդ գլուխը կարդում ենք, ասում է մեր խաղաղության պատիժը ում վրա դրվեց Հիսուս Քրիստոսի։ Աստված ինքը իր անձով, Երամիասյան անձերից մեկը որդուն դրեց, ասենց ասած այն վիճակի մեջ, որ այն բարկությունը, որ մեր վրա պիտի թափվեր, այն հարվածը, որ մենք պիտի քաշենք, որտեղ Աստծուն բարկացրեց թշնամի ենք սարքել, իր որդու վրա դրվեց։ Երբ որ հարվածը եղավ,
Աստված դադարեց բարկանալուց։ Միտեղ կա է, որ ասում է մի օրինակով բացատրվում է, էլի ավելի որ հասկանում ենք, ասում է իրավիճակ էր, որ Իսրայելը այդ Աստծո ժողովուրդը չարություն էր անում Տիրոջ դեմ, ասում է գնում էին օտար կանանց, օտար ազգի կանանց վերցնում, բերում են շնություն էին անում, իրանց կռապաշտություններին էին մասնակցում, եւ Աստված սկսեց խփել այդ պատիժի համար իր այդ ժողովրդին։ Եվ ասում է տեսավ քահանայի որդին, Փենեսը ասում է, տեսավ մի իշխանավոր մարդ Իսրայելից, այտենց օտար ազգից մի կնոջ աղջկա բերել է եւ իր վրանը տարա, որ այդ չարությունները անեն, ասում է գնաց մի հատ երկար գեղարդ վերցրեց, նիզակ են երկար, եւ երկուսին էլ խոցեց, սպանեց, հարվածեց։ Եվ ասում է Աստված ասեց, այդ իմ բարկությունն էր, որ այդ Փենեսով կատարվեց, ես հանգստացա։ Այսինքն երբ որ բարկությունը թափվեց, ոնց որ ասած Տերը էլ չի հարվածելու։ Հիմա Աստված իր բոլոր բարկությունը թափեց իր որդու վրա։ Այն որ մեր վրա էր բարկացած, հարվածելու պատրաստ էր գալ, որոշված ժամանակումը պիտի կատարեր, հարվածը որդու վրա դրեց։ Այսինքն տեսնում եք, իրոք, որպեսզի մեր ու իր մեջ խաղաղություն հաստատվի, իրոք նա խաղաղության Աստված է։ Ինքը սիրում է, խաղաղասեր է, չի ուզում ասենց թշնամի մնա։ Քայլը առաջինը ինքն է անում, թեկուզ մեծ է, հզոր է, զորավոր է, մենք ոչինչ ենք, բայց նա քայլ է անում դեպի մեզ։ Պողոսը տեղ կա խոսում ասում է, մենք էլ Աստծո Քրիստոսի որպես ծառաներ, Քրիստոսի պատգամ առած, որպես թե Քրիստոսը մեր միջոցով, մեր բերանով ասում է, աղաչում եմ ձեզ, հաշտվեցեք Աստծո հետ։ Միշտ միթե էսի Աստծո խաղաղության մասին չի խոսում, որ ինքը խաղաղարար է, չի ուզում թշնամի մնա։ Եթե կմնան մարդիկ, չեն ուզենա հաշտվեն, Տերը կասի, ոնց որ ասում է, խոտորնակին խոտորնակ, այդպես ես ուզում, այդպես քեզ կլինի։ Եվ Տերը ժամանակ իր ամբողջ բարկությունը կթափի, եւ դա դատաստանի օրն է լինելու։ Բայց մինչև Տերը մեծ գին վճարեց, որդուն զոհաբերեց, որպեսզի մենք խաղաղության նրա արյունով, նրա մահով հաշտվենք Աստծո հետ, խաղաղության մեջ գանք, ընդունվենք եւ Աստված մեր վրա չբարկանա եւ մենք կարողանանք Աստծո առաջին վարվենք ոչ թե Ադամի Եվայի նման փախնելով, այլ հանգիստ խաղաղ սրտով, ասես ներդաշնակությամբ Աստծո հետ, հասկանալով որ նա չի բարկանում մեր վրա, սիրում է, ընդունել է եւ նրա, ասես ցանկալի մարդիկ ենք։ Դա մեծ ողորմություն է եւ էսի օգնելու է մնացած մեր հարցերի լուծումներին։ Եվ Աստծո խաղաղությունը, Աստված խաղաղարար լինելը հենց երևում է սրանով, ուշադրություն դարձրեք, նաեւ Քրիստոս Աստված ինչպես, այսպես կարելի ասել, հաղթության հասավ Քրիստոսը։ Ինչ է կատարվում մարդու կյանքում, որ մարդը գալիս է դեպի Քրիստոսին։ Աստված ոչ մեկի վրա չի բռնանում, գիտեք։ Աստված բոլորին սիրով է քաշում իրան։ Ցույց է տալում, բացահայտում է իր Քրիստոսով ցուցաբերած սերը եւ թողնում է ընտրության առաջ։ Նա իրոք խաղաղության Աստված է, տեսնում ես։ Ոնց որ ասած, հարգում է հենց անց ստեղծել իր խաղաղության Աստված խաղաղություն ունենալու մեջ է, այդ բանն է ստացել, իսկ ինքը բռնացող չի։ Խաղաղ է, ուզում է որպեսի ում հետ որ իր հետ ուզում է հոժարացնել, իրեն լսել տալ, նրա կամքը այդտեղ լինի, արտահայտվի, նա հոժարակամ դա անի, ոչ թե բռնանալով, ստիպելով։ Մարդիկ տիրապետում են աշխարհին, աշխարհակալ մարդ, ասենց ասած թագավորներ են եղել, որ տիրապետել են, տիրել են աշխարհին, բայց ոչ մեկ իր, ասենց ասած խաղաղությունով չի տիրել, դες բան չի եղել։ Իրանց զենքով, ուժով, զորությունով, բռնությունով աշխարհ են տիրել, բայց այսօր Քրիստոսը աշխարհին տիրապետում է, աշխարհի վրա թագավոր է, տերերի տեր, թագավորների թագավոր է, բայց նա ինչով դրան հասավ։ Ուրիշներին սպանելով, ուրիշներին կոտորելով, իր մահով, հասկանում եք դա։ Հենց էսի խաղաղության բանն է, ինքը խաղաղության Աստված է, խաղաղության էություն ունի։ Ինքը իրեն զոհ դարձնելով, բայց հարսավ դրան։ Ինքը չբռնադատեց ոչ մեկին, բայց մարդիկ եկան իրեն, սիրեցին իրեն, նազանդվեցին իրեն։ Աստված խաղաղության Աստված է։ Պատահական չէ, որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը մտնում էր Երուսաղեմ, հիշում եք, չէ՞, ձիով չմտավ։ Այն ժամանակվա փառավորը, պատվականը, բարձրը, այդ միջոցը, էլի բան, ասենք, ձին էր,
բայց ինքը էշի վրա նստած մտավ։ Եվ երբ որ վկայությունն է կարդացում 5 կտականից այդ պահի հետ կապված, որտեղ Տիրոջ բոլոր քայլերը 5 կտականում, ինչպես եղբայրն ասեց, նկարագրված էր, որ ով Սիոնի աղջիկ, քո թագավորը գալիս է հեզ ու խոնար, էշի ավանակի վրա նստած։ Քո թագավորն է գալիս, բայց էշի վրա նստած թագավոր։ Բայց ինչի համար, որտեղ նա հեզ եւ խոնար է։ Ձին սովորաբար պատերազմի սիմվոլ է, խորհրդանիշ է։ Բայց Տերը պատերազմով չմտավ, գրավեց, թագավորություն հաստատեց։ Տերը իր հեզությունով, խոնարհությունով խոնարհվեց, մարդու համար չարչարվեց, մահը վերցրեց իր վրա, հարված առավ եւ հարությունով հռչակվեց իր ամեն իշխանությունը, ամեն իշխանություն տրվեց Քրիստոսին։ Նա հաղթում է այդպես։ Նրա ճանապարհները խաղաղության ճանապարհներ են։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, երբ որ ինքը ծնվում էր, իր համար ասենք վկայություն եղավ, որ երբ որ հրեշտակները վկայեցին, ասացին խաղաղություն երկրի վրա, նրանով խաղաղություն պիտի գա երկրի վրա։ Երբ որ ասենք մարգարեություն եղավ, ասում է նա մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները պիտի դարձնի։ Այո, նրանով է մեր խաղաղությունը։ Եվ այդպես էլ կա, ուշադրություն դասեք, շատ ժամանակ մարդիկ բողոքում են սրա հետ կապված, որ ինչու է Աստված ասում, քո թշնամուն սիրիր, քեզ անիծողին օրհնիր, չէ՞, քեզ հալածողի համար աղոթք արա, քեզ չարիք անողների համար բարիք արա, բողոքում են ասում են, միշտ էսի ճիշտ է, իրենք չեն ճանաչում խաղաղության Աստծուն։ Աստված սրանով ուզում է ասի, նախ էս խաղաղություն արա։ Ոչ թե թշնամություն արա, անիծողի տանիծի, ինչ օգուտ։ Դու դրանից նախ պարտվում ես մեկ, երկրորդը սա է, որ քո խաղաղությունը պետք է կորցնես։ Տերը մեզ մղում է սրանով, որ խաղաղություն արեք։ Շատ տեղերում ասում է, ձեր անձերում, չէ, աղ ունեցեք, աղը լավ բան է, հիշում եք Մարկոս ավետարանում, աղը լավ բան է, ասում է, ձեր անձերում աղ ունեցեք եւ իրար հետ խաղաղություն արեք, խաղաղություն արեք։ Անկամ պայման է դնում, ասում է, Եբրայեցիս 10:2-ում, ամենքի հետ սրբության եւ խաղաղության ձգտեցեք, որ սրբության եւ խաղաղության մեջ գտնվեք, առանց որի ոչ մեկ Աստծուն չի տեսնի, Աստված խաղաղություն չանողներին չի ընդունում։ Ով իր հարսուկիսուրի հետ հարսուկիսուր կռվում են, կամ ես իմ հարևանիդ հետ կռիվի մեջ ես, կամ ես չգիտեմ, գործի տեղը, կամ քո մեջ նախանց կա, պատերազմ կա, անխաղաղություն կա, Տերը չի հավանում։ Տերը ասում է խաղաղություն արեք։ Այդպես է։ Եվ երբ որ ժամանակի մեջ Դավիթը պիտի սարքեր Աստծո տունը, իր մտքով անցավ։ Աստված հավանեց իր միտքը, ասաց լավ է որտես բան ես մտածում, որ ուզում ես տաճար կառուցես, բայց ասես դու չես կառուցի։ Դու խաղաղության մարդ չես եղել։ Թեպետ Դավիթը Աստծուն սիրել էր, բայց ասես դու շատ պատերազմներ ես արել։ Աստծո պատերազմներն էր արել։ Այն ժամանակ Աստված թույլ էր տալու մարդու ձեռով մարդու դատաստան։ Հիմա չի թույլ տալու, ասում է դու գործ չունես։ Ասես դու չես անի։ Քեզանից ծնված քո որդին կանի։ Եվ երբ որ Սողոմոնը ծնվեց, իր անունը դրվեց Սողոմոն, այսինքն խաղաղություն էր ինձ այդ նշանակում։ Հիսուսին ասում է Սաղեմի թագավոր, այսինքն խաղաղության թագավոր։ Տեր Հիսուս Քրիստոսի համար Եսայի 9-րդ գլուխը կարդում ենք 6-7-րդ խոսքերը ասում է ահա մեզ մի մանուկ ծնվեց, չէ՞։ Մի մանուկ տրվեցավ եւ նրա համար անուններ է խոսում։ Ասում է հզոր Աստված, չէ՞։ Մեկն էլ էս ինչ ասում, խաղաղության իշխան։ Խաղաղությունը շատանալիս, իշխանությունը շատանալիս խաղաղությանը վերջ չի լինի։ Տեսեք ինչ ասում։ Իշխանությունը շատանալիս խաղաղությանը վերջ չի լինի։ Մարդիկ կան, որ իշխանությունը մի քիչ շատանում է, փողը շատանում է, դիրքը մեծանում է, սկսում են սրան բռնադատել, նրան բռնադատել, սրան խեղդել, նրան խեղդել։ Այսինքն սկսում են ոչ թե խաղաղություն անել, այլ իրանց ուժը կիրառել, իրանց իշխանությունը զորացնել ավելի։ Բայց Հիսուսը այտենց չի։ Իշքամ իր իշխանությունը մեծ է, իր այդ խաղաղությունը լինել, ասենց այդ բաները չեն լինել, այդ բռնադատություն, անխաղաղություն եւ այլն։ Ինքը խաղաղությամբ իշխող, խաղաղության իշխանը։ Եվ էսա որ Աստված թող մեզ օրհնի ժողովուրդ ջան, որ մենք ճանաչենք խաղաղության ասում։ Այս դեպքում իրան չեն քննադատի, չենք ասի, խի այ ինքը սենց ասում։ Սիրի, զիջի, ների,
Չենք ասի դες բան, կհասկանանք ինքը խաղաղություն է սիրում, խաղաղություն է անել տալիս, ու քեզ էլ անտեր չի թողելու։ Եթե դու սիրես քո թշնամին, ինքը չի թողելու, որ քո թշնամին ինչ ուզենա քո հետ պետք է անի, էլի, տենց չի։ Ինքը վերջապես քո համար էլ է խաղաղություն ուզում, որ ոնց ասած թշնամուց էլ խաղաղություն ունենաս։ Նախ դու հաշտվես նրա հետ խաղաղություն հաստատի, եթե ինքը չի հաշտվում, ինքը գիտի ինչպես քեզ բայ։ Ամենքի հետ որքան ձեզանից կախված է, ինչ ունեցեք Հռոմեացիս 12 խաղաղություն ունեցեք։ Վրեժխնդրություն մի արեք, թողեք ինձ։ Դու հակառակը բարին արա։ Եվ խաղաղության որդիներն են Աստծո որդիներ, ովքեր խաղաղության միտք չունեն, ծրագիր չունեն, նրանք նշանակում է Աստծուց ծնված չեն, դեռ Քրիստոսին չեն ընդունել։ Նրանք իրենց մեջ խաղաղություն չունեն, ինչպես ամբարիշտի համար ասում, ամբարիշտը իր մեջ խաղաղություն չունի, ինքը չի սիրում խաղաղությունը։ Զորբայությունն է սիրում եւ այլ, չարություններ։ Այդպես ասում Սուրբ Գիրքը։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք իրոք այս ճշմարիտ խաղաղությանը ձգտենք։ Հաշտվենք մեր Աստծո հետ Հիսուս Քրիստոսով, որտեղ նա կատարել է հաշտության գործը, ձեռք է մեկնել մեզ, որպեսզի մենք հաշտվենք, եւ երկրորդն էլ նաեւ Տերը ողորմություն է արել, որպեսզի մենք իր խոսքերով, խոստումներով, իր ասենց ասած դրած կարգ ու կանոնին հետևելով խաղաղության մեջ մնանք եւ անկախ լինենք այս աշխարհից, այս աշխարհի չարություններից եւ այլն։ Տեսեք, տեղ կա Տերը ասում է, օրինակ խաղաղության անխաղաղության պատճառն էս մեկը էսա, չէ՞։ Այս աշխարհի միջինը հավանելը դրա նման ապրելը։ Ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոսը, Հովանու, լավ, Աստված Հովանու բերանով Տերը, որ ասում է, ինչ է այս աշխարհի միջինը, մարմնի ցանկություն, աչքի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, այս կյանքի հպարտությունը ուղղակի, ամբարտավանություն, ու տենց էլ կա, մարդիկ ապրում են համեմատվելով, մարդիկ ապրում են մրցակցվելով, սրան նայելով, նրան նայելով, սրան չուզելով, ինքն էլ է ուզում, չբավարարվելով իր ուզածով եւ այլն, լարված, այսպես մի հատ կյանք է, այդ սկզբունքներն են, բայց Աստված հանում է դրանից մեզ։ Դες Պողոս առաքյալը ինչ ասում, եթե հաց ունեք, կերակուր ունեք եւ հագուստ ունեք, ինչ արեք, բավարարվեք։ Բավարարվեք, խաղաղ եղեք, այ մարդ։ Ասում եմ, նրանք ովքեր ձգտում են, ասում եմ, որովհետև ինչ, ոչինչ չենք բերի աշխարհ, ոչինչ էլ չենք տանելու, բայց նրանք ովքեր ձգտում են հարստանալու, ես ընկնում են այդ ճամփեքի մեջ, ասենց ասած այդ գործը մեջ, ասում եմ, իրանց անձերը տարբեր տեսակ չարիքներով խոցեցին, վնասների մեջ ընկան, անգամ հավատները թողեցին։ Տերը հանում է այդ աշխարհի սկզբունքով ապրելուց, այդ համատվելով ապրելուց, այդ գրգռվելուց, այնց լարվելուց, սրանից հետ չմնամ, նրանից հետ չմնամ, ես էլ ես անեմ, ես էլ ես ունենամ, շատ ունենամ, չբավարարվի, դրանից հանում է բավարարված հանգիստ խաղաղ կյանք։ Եվ տեղեր կա Տերը ասում է, սրա ինչ Փիլիպպեցիս 4-րդ գլխում 4-ից 9 խոսքերը կարդացեք, ասում է ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Եվ ասում է, եթե մի բան էլ ունեք, ձեր աղաչանքով, հոգսով, աղոթքով, գոհությունով Աստծուն բերեք։ Եվ ասում է, սրանից հետո ինչ որ բարի է, ինչ որ ճիշտ, այսինքն մտածելակերպը ձեր փոխեք, այն առաջվա նման մի մտածեք։ Ինչ որ սուրբ է, բարի է, ճշմարիտ է, պատվակ, ինչ որ լավն է, դրա վրա մտածեք եւ խաղաղության Աստվածը ինչ ձեզ հետ կլինի։ Այսինքն մենք անձ ենք, սենց չի, մենք ռոբոտներ լինենք, օրինակի համար եկել անջատվեցինք ամբողջությամբ ռուբելնիկա անջատած է, էլի, ոչ տագնապ ունես, ոչ վախ ունես, ճիշտ պետք է մտածես։ Այն ինչ որ Աստվածը ասում, Սուրգիկն ասում, դրա վրա մտածի, ճիշտ մտածի։ Վախեր էլ կգան, անհանգստացնող հարցեր էլ կառաջանան, բայց երբ որ դու ճիշտ ես մտածում, խաղաղության Աստվածը քեզ է տալու, այսինքն քեզ տալու է խաղաղություն, եւ դու իրական խաղաղության մեջ ապրելու ես։ Մի պատկեր կա, որ մի մրցույթ է լինում, ասենք մրցանակաբաշխություն, պետք է խաղաղություն նկարեն նկարիչները։ Մեկը նկարում է խաղաղ երկինք, մեկը խաղաղ ինչ որ բնություն եւ այլն։ Մեկն նկարում է մի հատ ճայ, այս ժայռի ինչ որ խորոչում, sense գլուխը թևի տակ մցրած, շուրջ բոլորը փոթորիկ, օվկիանոսը ծովը փոթորկած, քամիներ, բայց ինքը խաղաղ այդ ժայռը խորոչում քնել է։ Էդ է հաղթում։ Այսինքն իրական խաղաղությունը կախված չի շրջապատից։ Մեր խաղաղությունը պիտի Աստծուց կախված լինի։
Եվ Աստված այդ ողորմությունը արեց, անցած այն անգամ էլ խոսած է, եթե շնորհք է տվել մեզ, այսինքն շնորհալի լինել, այդ նշանակում է անկախ լինել մարդկանցից, ոչ թե ինչպես իրանք արեցին, ես տենց անեմ, ինչպես իրանք արեցին, դրանից ազդվեմ, այտենց մտածեմ, այտենց ասենք ասած զգամ ու զգացմունքներ արտահայտեմ, այլ ինչպես Տերն է ասել վերջ։ Ես անկախ եմ մարդկանցից, աշխարհից կախված եմ Տիրոջից։ Իմ խաղաղությունն էլ անկախ դառնում շրջապատից կախված եմ Աստծուց։ Մեկ կարող ասի, բայց չի պատահում էս են, այդ ամեն ինչի դեմ առնելու Աստված մեզ խոստումներ է բազմաթիվ տվել, մխիթարում է, զորացնում է, եւ մենք կարողանում ենք խաղաղությամբ անցկացնել այդ փոթորիկների միջով։ Տերը օրհնի, որ Աստծո իրական խաղաղությունը մենք ունենանք, բայց նախ եւ առաջ սա է, հաշտվենք Աստծո հետ։ Այսինքն ընդունենք Քրիստոս զոհը, խաղաղության զոհը մեզ համար արվեց եւ նաեւ հավատանք Տիրոջ խոսքին եւ Տիրոջ խոսքին նազանդվենք։ Սա է խաղաղությունը, իրական ճշմարիտ խաղաղությունը։ Աստված խաղաղության Աստված է։ Հզոր է, մեծ է, բայց խաղաղության Աստված է։ Հիսուս ասեց իրեն եկողներին, ասեց եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Ուրիշ խոսքով կարանք ասենք խաղաղություն չունեցողներ, որ ծանրացել են, իրանց խնդիրներով, դժվարություններով հոգնել են արդեն։ Եվ ես ձեզ ինչ կտամ, հանգիստ կտամ։ Եվ ասեց ինձանից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերում խաղաղություն, հանգստություն կունենաք։ Այո, խոնարհությունը եւ հեզությունը, որ ասացինք զիջի, ների, դե խոնարհություն, հեզությունն է։ Խաղաղություն է բերում։ Քո խաղաղության մասին մտածիր։ Աստված քեզ կբարձրացնի։ Պետք չի որ մարդկանց աչքին բարձր երևաս։ Աղոթք անենք։